Կարմիր գորգով անցնում են փոքրիկ երաժիշտները, մեծ ոգևորությամբ ու ձեռք-ձեռքի տված հասնում բեմին, պատրաստի ցույց դնելու ստացած գիտելիքները։ Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցում մթնոլորտը տոնական էր, քանի որ ամեն տարվա նման երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում բեմ են բարձրանում այս տարի թվով 35 առաջին դասարանցիները։ Այս միջոցառումը արդեն բավականին մոտ մի 25 տարի է կատարվում է իմ կողմից, որպես տնօրեն ես հենց առաջ դասարանցիների քայլն եմ արել եւ հունիսի 1-ը քանի որ ամբողջ աշխարհում տոնում են երեխաների պաշտպանության օրը, ես այսպեսի գեղեցիկ միջոցառում եմ մտածել, որ առաջի քայլերը պետք է լինեն եւ այդ երեխաները առաջի անգամ պետք է բեմարտակ դուրս գան։ Ջութակ, դհոլ, դաշնամուր, վոկալ եւ այլն բոլոր բաժինների սաներն են բեմին։ Դաշնամուրի բաժնում է սովորում փոքրիկ Վալենտինան եւ դասերն է սիրել եւ գործիքը եւ բեմը։ Ես Վալենտինան եմ, այսօր առաջին անգամ բեմ եմ բարձրանալու երեխաների հետ։ Ուրախ ես դրա համար Վալենտինա։ Այո։ Ինչ ես նվագելու դու։ Դաշնամուր։ Ժողովրդական ու դասական կատարումներով հանդես եկան օրվա հերոսները։ Ես վոկալի առաջի դասարանի աշակերտուհի Մագդա Սուկյասյանն եմ։ Այսօր շատ ուրախ եմ, քանի որ իմ առաջի բեմելն է։ Ես բարձրանալու եմ այսօր առաջին անգամ բեմ եւ նվագելու եմ դհոլ։ Պատվոգրեր ու նվերներ էր պատրաստել դպրոցը երեխաների համար, սակայն Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցում տոնական օրվա անակնկալները այսքանով չեն ավարտվում։ Դեպի Հայք հիմնադրամի ու Գյումրու համայնքապետարանի ջանքերով դպրոցն արդեն ունի 2 նոր դասարաններ, որոնք կծառայեն դուդուկի եւ հարվածային գործիքների պարապմունքներին։ Երեխաների համար դա շատ հետաքրքիր է, որ ասենք վերանորոգված դասարանում իրենք պետք է ելույթ ունենան, նվագեն, պարապեն, աշխատեն երեխաներ եւ մեր մանկավարժների համար էլ շատ յուրահատուկ հետաքրքիր էր, որ դասարան ունեցանք մենք եւս ավել նորից 2 դասարան։ Ես միշտ ասել եմ, հիմա էլ ասեմ, երբեմն համայնքային միջոցները չեն տալիս հնարավորություն անել այն ամենը, ինչ անում ես, եւ այստեղ է որ օգնության են հասնում միջազգային համագործակցային ծրագրերը, վերջին տարիներին մեզ մոտ ոնց որ թե դա ահագին լավ է ստացվել։ Երաժշտական դպրոցում աշխատանքը 2 փուլով է ընթացել, աշնան ընթացքում կատարվել է քանդման աշխատանքները եւ արդեն 25 թվականի գարնանը նորոգման աշխատանքները։ Դպրոցում հույս են հայտնում, որ նման համագործակցությունները կլինեն շարունակական ի նպաստ դպրոցի բարգավաճման։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։